Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քաղաքացիներ, ժողովուրդ ջան, այս ընտրությունները, պատմական նշանակության ընտրությունները մեր հայրենիքի, մեր երկրի ապագան ենք մենք որոշելու դրանով։ Այս ընտրություններում, ինչպես և միշտ, բայց հատկապես հիմա ձեր դերը ամենակարևորն է, որոշիչն է, երբ խնդրում եմ միշտ հիշեք, երբ դուք մտնում եք քվեախցիկ, դուք ամենակարողն եք, այդ պահին ամբողջ իշխանությունը ձեր ձեռքում է, այդ պահին ամբողջ իշխանությունը որևէ մեկը չի կարող ձեզանից տանել եւ հիշեք, ով սպառնացել է, ով ընտրակաշառք է առաջացրել ձեզ, հենց նրանք են ձեզանից այդ պահին գողանում ընտրությունները եւ միշտ խնդրում եմ հիշեք, այդ քվեատուփի մեջ, որ այդ հերթիկը ծրարը որ գցում եք, այդ պահին դուք իշխանությունն եք տալիս մեր ապագայի, մեր երկրին եք հանուն մեր ապագայի եք ընտրությունը կատարում։ Եվ եւս մեկ անգամ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ընտրողներ, խնդրում եմ հաշվի առեք, ձեր որոշումը կայացնելիս, թե դուք ում եք ուզում, որ լինեն ձեր ղեկավարներ, արդյոք ուզում եք, որ ձեր ղեկավար լինի մարդ, ով կարող է գոռալ ձեր վրա, կարող է մոր վրա գոռալ, հայ կնոջ վրա գոռալ, մեզ պետք է ղեկավարներ, որը հստակ գիտակցում է, պետական պաշտոնի կարգավիճակը, հստակ գիտի, որ ինքը հարկերից է վճարվում, որ ինքը կամավոր է եկել, որ ինքը ժամանակավոր է, որ եկել է որպեսի բարելավի քաղաքացու կյանքը եւ խնդրում եմ ընտրությունը կատարել հանուն մեր երկրի հույսով ու հավատով, երբեք ընտրություն չկատարեք վախերից ելնելով, սիրելի քաղաքացիներ, այդ պարագայում ուրեմն նաեւ միշտ հիշեք, որ այն պետական պաշտոնյան, որը ձեզ ստիպում է վախով ընտրություն կատարել, ինքը ամենաշատը հենց ձեզանից էլ վախենում է, որովհետև այդ մարդը պաշտոնյա է դարել, շնորհիվ նրա, որ կաք դուք գնացել եք ամեն մեկին ձայն եք տվել, հիմա եկել են ձեզանից նորից էլի ուզում են գողանալ, ես գիտեմ, ես հասկանում եմ, ես շատ եմ տեսել, որ շատ պաշտոնյաներ եկել են, խաբել են, խոստումներ են տվել, հետո նորից թողել են, գնացել են, հեռացել են, ամեն մեկը իր բիզնեսն է դրել, պաշտոններ են ստացել, այդ պաշտոնները նայել են որպես հարստացման միջոց եւ նորից էլ եկել են ձեր մոտ ու նույն բաները, սիրելի քաղաքացիներ։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք հավատաք մեզ, վստահեք։ Ես Արման Թաթոյանն եմ, ես եղել եմ ձեր իրավունքների պաշտպանը, հիմա հանձնարարում եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը, հենց այդպես Հայաստանը ունի իր իրավունքների պաշտպանը եւ միշտ պատասխան ենք տալու, ես գիտեմ ինչպես պատասխան տալ, ես տվել եմ այդ պատասխանները ու ավելի տալու ենք, եթե իշխանությունը առաջարկում է պարտվել, համակերպվել, հանձնվել բանաձևը, ես առաջարկում եմ սխալ, ուղղել սխալը եւ վերածնունդ, ու մենք անելու ենք այդ ամենը, սիրելի ժողովուրդ, հանգարտ չվախենաք, ժողովուրդ ջան, ես ձեր հետ եմ, ես ձեր մեջքին, մեր թիմով, բոլորով կանգնած ենք, մենք մի ժողովուրդ ենք, մենք թեւ-թեւի ուսուսի տված պետք է առաջ գնանք, մենք ազգով, հլը մի հատ տեսեք ամբողջ աշխարհում ինչքան հայեր կան, եւ մենք չկա հարց, որ մենք մեր հայերով, մեր ժողովրդով չկարողանանք լուծել, հանգարտ չմտածեք, ես ձեզ խնդրում եմ, ձեզ համար, եթե ուզում եք, որ լինի իշխանություն, որը պատասխանատու է ամեն բառի համար, որը պատասխանատու է ամեն բառի համար, պատասխանատու է իր խոսքի համար, չի հրաժարվում իր խոսքից, մեր քաղաքական ուժը, ինձ խնդրում եմ, որ վստահեք, եւ այդ վստահությունը ես խոստանում եմ ձեզ բոլորի առաջ, այսքան տեսախցիկների, այսքան քաղաքացիների,
Դուք երբեք չեք փոշմանելու, երբեք գլուխ չեք կախելու, որ ինձ Արման Թաթոյանին վստահել եք եւ թիմի առումով, եւ անձնապես ինձ, ես ձեզ երբեք չեմ խաբելու, ժողովուրդ ջան, դա ինձ պետք չի։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ, եղել եմ պետական համակարգերում, բոլոր տեղերում, շատ լավ պատկերացնում եմ ինչպես կարող է պետություն ղեկավարվել, որ ես նաև ունեմ անգամ իմ մեջ բոլոր այն մարդկանց, ես էլ նաև դիմում եմ մեր մասնագետներին, մեր պետական ապարատի ներկայացուցիչներին, ժողովուրդ ջան, դուք ինձ լավ գիտեք, շատերդ իմ հետ աշխատել եք, ես շատերիդ հետ եմ աշխատել, ես ձեզ լավ եմ ճանաչում, դու որևէ մեկը այլևս չի լինելու մեր երկրում, որ առաջխաղացումներ ապահովի անարժաններին, որ բերեն պաշտոնների նշանակեն կոֆե խմողների, որ բերեն պաշտոնների նշանակեն մարդկանց, ովքեր ժամանակ են ընդամենը անցկացնում։ Ես առաջին քայլով մի անգամից վերացնելու եմ այն գաղտնի պարգևավճարների հրամանը, որ կա, դա անելու եմ հրապարակային, ցույց եմ տալու ձեզ։ Մեր պետական համակարգի նաև միջին ու ստորին օղակներին ասում եմ, մեր մասնագետներին երիտասարդ, դուք լինելու եք պաշտպանված, բարձր աշխատավարձեր եք ստանալու, ժողովուրդ ջան։ Եվ ամենակարևորը, ձեր ընտանիքի անդամներին սոցիալական բարձր երաշխիքներ են լինելու։ Ես նաև խոստանում եմ վերացնել հայոյանքը հանրային կյանքից, քաղաքական գործիչը, պետական գործիչը հենց հայոյեց, այո, նրա հետ ամենախիստ ձևով պետք է վարվել, որովհետև այդ հայոյանք տվողները, որ արդարանում են, ասում են էմոցիաներ ունենք, էմոցիանը տենց չէ, որ գնան կնոջ վրա գոռան, որ գնան մարդու վրա գոռան, մունատ գան, էմոցիա նշանակում է դու, եթե ինչքան էլ ուզես պետական պաշտոնյա ես, դու ով ես, որ մարդու վրա գոռաս, դու պետքա զսպես քեզ այդ պահին, չես կարողանում աշխատել պաշտոնյա, թող գնա ուրիշ տեղ, ով ես դու ընդհանրապես, որ եկել ես պետական պաշտոն ես զբաղեցնում, այ ես սենց եմ մտածում, ժողովուրդ ջան, եւ սա իմ մտածողությունն է, սա իմ համոզմունքն է, ես ոչ թե սա ասում եմ, որպեսի հիմա ձեզանից ձայներ ստանանք, որպեսի ձեզ դուր գամ, այլ ես ասում եմ, որովհետև սա իմ համոզմունքն է։